Նոր Առաջաձորի լճի բոլոր հարմար հատվածներում ձկնորսներ են։ Հավաքվել են մասնակցելու մրցույթի Հայկ Ազմկրտչյանը, որ փորձառու որսորդ է, պնդում է, ձեռքերը չեն հերիքի բռնած ձկների չափսը ցույց տալու համար։ Յուլիս են կապոտ են անտես քաշք տված տարած։ Հաստատ։ Ու դե ասում արաքսի կետա հանածիկ էլի, ասա, լանդի կաս։ Լոկո ձուկ։ Մինա կոլո խաշտամա եկտերա 30 զորավուկ լավոտ կանոչ։ Ձուկը բռնողի աչքին հնարավոր է, որ մեծ երևա, բայց այսօր ձկները կշռվելու են, գրանցվեն ու բաց թողնվեն լիճ, քանի որ ձվադրման շրջան է, ասում է Սյունիքյան ձկնորսական առաջին հավաքի կազմակերպիչը։ Այս ակցիան նաև մարզի ձկնորսական վայրերում եղած խնդիրները քննարկելու համար է, բացատրում է Արման Հակոբյանը։ Լճերի պակաս Սյունիքը չունի։ Բացի Նոր Առաջաձորից Սյունիքում կարելի է գեղի բռնել, Դորոսի ջրամբարում, շատ տեղեր կա։ Եթե ամեն ինչը բարեհաջող ավարտվավ, մենք մեր թիմը ձևավորվեցինք, տարբեր տեղեր Հայաստանի Հանրապետությունում մենք մրցումների մասնակցելու ենք։ Ամենամեծ խնդիրը որսագողերն են, որոնց միակ նպատակը մեծաքանակ ձուկ վաճառելն է։ Այս ակցիայի շրջանակում հավաքված միջոցներն ուղղվում են լճերում պաշարների վերականգնմանը։ Երբ որ հոսանք են գցում իրենք, ասենք ջրի մեջ, 2-3 ձկան համար, իրանք սպանելու են մինիմում մոտավորապես մի 2-3 հարյուր, որից ասենք այն պստիկները, մեկ էլ ասենք այն որը որ իրանք որ պետք է վեկան։ Վնաս են տալի ամբողջ գետին։ Հաջորդ անգամ որ դու պետք է հնդե ձուկ որսաս չես կարողանալու։ Ես էկոպարակներին խնդրել եմ, էլի խնդրում եմ, հետևողական կանոնն է։ Ձկնորսությունը տարիքային սահմանափակում չունի, ասում են տարեց ձկնորսները։ Նրանց խոսքերը հաստատում է 14-ամյա Մարատը։ Առաջին անգամ ձկնորսության գնացել եմ գետում եմ բռնել, իմ վաճական գետում, ձուկ եմ բռնել ու տենց սկսել եմ արդեն ձկնորսություն անելը։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Այդ ժամանակ մոտ 7-8 այդ տարեկից սկսել եմ ձկնորսություն անելը։ Ձկնորսությունը եւս մոդեռնիզացվում ու թվայնացվում է։ Երիտասարդ ձկնորսները գումար չեն խնայում, նորագույն սարքավորումներն էլ հեշտացնում են գործը։ Այլևս կարթին ուշադիր նայելու կարիք չկա։ Երբ ձուկը դիպչում է կեռիկին, սարքն ազդանշան է տալիս։ Արտարոց բան չկա, նոր տեխնոլոգիաները առաջվա զանգերի փոխարեն արդեն էլեկտրական զանգեր է աշխատում ստա։ Այն նավակն է։ Նավակն է կերակրման համար նավակը, որպեսզի ձուկը հավաքվի ինչ-որ կոնկրետ տեղ, նավակով կերակրում եք ու հավաքվի նման վայրերում։ Նախատեսված էին մեդալներ, պատվոգրեր ու մրցանակներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար։ Հաղթողը Գեգամ Հայրապետյանն էր։ Ակցիան հնարավոր է դարձել իրականացնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանի եւ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աջակցությամբ։